2024-25 թվականներին կարկուտից տուժած օգտագործողները, որոնց այգիները վնասվել են 40-ից 100%-ով, կառավարությունից կստանան մասնակի փոխհատուցում։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ նախորդ տարի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում վնասվել է մոտ 13,000, այս տարի ավելի քան 11,800 հեկտար ցանքատարածք։ Փոխհատուցման չափը հաշվարկվել է բույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301,840 դրամ, կարտոֆիլը 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130,900 դրամ, աշնանացան ցորենը 55,328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Վերջին տարիներին ըստ նախարարի կարկուտի հաճախականությունն ու ինտենսիվությունն աճել են, գյուղատնտեսությանը հասցնելով մեծ վնասներ։ Նախարարը հիշեցրեց 2020-ից իրականացվում է գյուղապահովագրության փորձնական ծրագիրը, սակայն բարձր վնասաբերության պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել։ 25 թվականին կառավարությունը ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը, սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80%-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին փոխհատուցելով վնասաբերության 200% գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև հոկտեմբերի 31-ը պետք է դիմեն համայնքին, որը մինչև նոյեմբերի 10-ը կամփոփի դիմումները, կներկայացնի մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում կքննարկեն ակտերն ու հիմնավորումները կներկայացնեն հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Նշվեց նաև, որ գյուղապահովագրության համակարգի լավարկման նպատակով իրականացվում են քննարկումներ եւ ուսումնասիրություններ, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 2024-25 թվականներին կիրառելիության խնդիր է արձանագրել։ Կենտրոնական բանկն ու կառավարությունը աշխատում են, որպեսզի այդ համակարգը դարձնեն ավելի արդյունավետ ու նորացված, նշեց փոխվարչապետ Խաչատրյանը։ Այն պահից, երբ մենք կհայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որոնք ընձեռում է ապահովագրական համակարգը եւ մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով, այսինքն կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները դիմում են նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, երբ որ տարվա ընթացքում կամ կարկուտը, կամ երաշտը, կամ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն։ Դրանք տեղի կունենան, կլինի նաև համապատասխան հատուցում։ Գևորգ Պապոյանը ներկայացրեց նաև խաղող մթերողներին աջակցության նախագիծը, որը մշակվել է մթերող ընկերությունների առաջարկների հիման վրա։ Առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել լրացում, ըստ որի խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 25 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 25 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 24 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առանց ապահովման լրացուցիչ միջոցների, առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով, վարկեր ներգրավելու համար խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։ Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների ապահովելու նպատակով, ինչպես նաև հնարավոր կլինի մթերումների ընթացքում կնքել պայմանագրեր այն խաղողագործների հետ, ովքեր դեռևս մթերման պայմանագրեր չունեն։ Նախարարը նաև նշեց, որ ընթացիկ տարում խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արդեն մթերվել է մոտ 167,000 տոննա խաղող, նախորդ տարվա նույն օրվա 147,000 տոննայի համեմատ, 20,000 տոննա ավելի է մթերվել։ Այս տարի կմթերվի մինչև 200,000 տոննա խաղող։ Զեկուցվող երրորդ հարցով գործադիրը 1 միլիարդ 582 միլիոն դրամ հատկացրեց 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Այս տարի արդեն համաֆինանսավորվել է 14.9 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Նիստի ավարտին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ, նա կփոխարինի Կոլյա Միքայելյանին։ Մայա Խաչատրյան, լուրեր։